երբ հստակ նաև սահմանել է, որ եթե սահմանված ժամկետում նշված պահանջների խախտումը չի վերացվում, ապա դատարանը վարույթը շարունակում է սկզբնական մեղադրանքով այդ մասին կայացնելով առանձին որոշում։ Այսինքն որոշակի արդեն հնարավոր վրա հասնող հետևանք, իսկ դե սկզբնական մեղադրանքով դա նշանակում է ինչ-որ իմաստով քրեական վարույթի ընդհանրապես դադարեցում, որովհետև սկզբնական մեղադրանք հաստատությունը հակասահմանադրական է ճանաչվում։ Այսինքն ես մեջ բերեցի դատարանի որոշումից հստակ մի պարբերություն։ Պատվարժան դատարան կարծում եմ բոլոր դեպքերում իշխանել դատարանը որոշակի իմաստով առաջի հաշվի վստահության կանխավարկած վարույթային փաստաթղթերի պատշաճությամբ։ Բայց մենք չենք կարող նայել պարզապես այն ձևով, որ այս 3 հատորը նույնն է ինչ նախկինում ներկայացվել։ Մենք պետք է նշվածը բոլոր դեպքերում այդ նովո տրամաբանությամբ նայենք, այսինքն կրկին նորից, որովհետև հենց դրա համար է պարոն Հովհաննիսյանը 3 հատոր տպել եւ ներկայացրել դատարանը։ Հակառակ դեպքում կարող մի հատ ուղեկցական դրություն ներկայացնել, ասել գիտեք ինչ, այս մի քանի էջերը նայեք, մի բան եմ փոխել։ Այսինքն բոլոր դեպքերում դա նաեւ դատարանի պահանջն է։ Պատվարժան դատարան ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եթե դատարանը 2 ժամում կարող է նշված նյութերին 3 հատորից բաղկացած ծանոթանալ, մենք չենք կարող։ Այսինքն իսկապես ծանրաբեռնվածության պայմաններում եւ այլն 3 հատորը այդքան կարճ ժամանակահատվածում դա ողջամիտ չէ։ Արտոնայեկեք դա չքննարկենք, որովհետեւ պարոն Խաչատրյանի տրամադրելու համար այսպես թե այնպես դատականիստը առնվազն 1 շաբաթ հետաձգել է։ Այդ հարցը դատարանի ժամում 20 րոպեում թե դե շատ լավ, ուրեմն եկեք այն կանխավարկածով նայենք, որ առնվազն մենք նաև նախապես նշանակված, համաձայնեցված այսպես ձևակերպեն նիստ ունենք, հնարավորություն ունենանք առավել պատշաճ պատրաստվելու եւ այո, եթե կարողանանք գտնել այնպիսի մի նոր խնդիր ներկայացված փաստաթղթի վերաբերյալ, դա նաև գրավոր կներկայացնենք դատարան, ուղղակի դա գտնելու համար էլ ժամանակ պետք նաև դրա համար էինք դա ներկայացնում, շնորհակալություն։